քո կյանքում Հայկոն լրիվ ուրիշ պերսոնաժ ա եղել։ Դուք իրար հետ համ տղայական ընկերություն եք անում, համ դե երկուսդ էլ ահավոր հումորով ու շատ երաժշտասեր։ Գիտես, այն ինչի մասին նոր խոսում էինք, Հրաչի հետ կապված, քո հետ կապված, իմ հետ կապված, կինո արտադրության հետ կապված, այդ ամեն ինչը չեր ունենա այն ուժը, այն գեղեցկությունը, այն սրտի թրթուրը, այն հուզմունքը, որ հիմա մենք նայում ենք այդ ֆիլմերը ու զգում ենք այդ ամեն ինչը առանց Հայկոյի։ Ինչ որ մի բան էլի կլիներ ինչ որ մի բան, բայց չէր լինի այն ինչ որ հիմա մենք ունենք ամեն անգամ երբ լսում ենք այդ երաժշտությունը, ամեն անգամ երբ իր երգերն են հնչում կամ ինչ որ մի առիթի լինում ենք, տեսնում ենք ինչ որ նվագում են այդ երաժշտությունը։ Մի տեսակ ոնց որ սենց այդ ամեն ինչը սենց աչքիդ առաջ անցնում է ու վերհիշում ես ամբողջ կյանքը, դու ասում ես ինչ որ մի բան ուրեմն այդքան էլ վատ չենք արել։ Ես խոսում եմ կինոարտադրություն սկսվեց, մի վախեցից հետո մենք անդադ սկսեցինք ֆիլմեր, այդ մեծ բաժինը ունի ինքը այդտեղ Հայկոն։ Հին մի վերքը, հոգու երգը, լուրձի ծաղեր, կողքը վիշտ է, ես գիտեմ, որ սա սխալ է, նաև ճիշտ է։ Կյանքիդ ասա, ով եմ ես, ինչ եմ հիշում, ասա